Դուք դիտում եք Ապրենք առողջ հաղորդումը 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան, այսօր հյուրընկալել եմ բժիշկ գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Խորղուխչյանին։ Մին զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն Klimt Beauty House-ին, տեղեկացնել, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ, միշտ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այս անգամ էլ ուզում եմ խոսենք արգանդի պարանոցի էրոզիաներից։ Իհարկե ես գիտեմ, որ սա այսպես գրական անունը կամ տերմինոլոգիան չէ, բայց եթե ես ասեմ տերմինը, քչերը կհասկանան, թե ինչի մասին է խոսքը։ Հետևաբար ուզում եմ այս մասին խոսենք եւ ամենաառաջինը նախ հասկանանք, ինչ ասել է արգանդի պարանոցի էրոզիա։ Այո, էրոզիան այս պահին չի կիրառվում որպես բժշկական տերմին, սակայն բոլորին շատ ծանոթ է։ Եվ եթե ես ասեմ էկտոպիա, եթե անվանեմ այլ անուններով կամ բջջաբանակ, այո, ու սկզբից կվախենամ, թե էրոզիան շատ ավելի ծանոթ է, ավելի հեշտ է ընկալում։ Այո, արդեն մերն է։ Պացիենտներին առաջնահերթ բացատրում եմ էրոզիան, հետո տալիս եմ արդեն ճիշտ տերմինոլոգիա, որպեսզի կարդալուց իրանք չվախենան, որ ասեցին մի բան, իսկ գրված է ուրիշ բան։ Էրոզիան, ինչ է էրոզիան։ Էրոզիան դա արգանդի պարանոցի վրա տեսանելի, անձեն աչքով տեսանելի վերքային մակերեսն է։ Այսինքն, երբ որ կլինիկական զննման ժամանակ բժիշկը տեղադրում է հայելիները եւ տեսնում է հեշտոցի պատերը, տեսնում է արգանդի պարանոցը պետք է լինի հարթ, համապատասխան գույնային գամմայով, եթե առկա է որևիցե չափսերը կապ չունեն։ Վերքային մակերես, մենք ասում ենք այդ փակագծերում էրոզիա, նույնիսկ պայմանավորվենք, որ դա անվանում ենք, որ հեշտ ընկալի մեզ դիտողը։ Այդ էրոզիան արդեն պետք է բացահայտել, թե ինչու է առաջանում, որովհետև հասկանալի է, որ ուղղակի ինքը առաջանալ չի կարող։ Լինում են իծնե, իստինե էրոզիաներ, բայց դա շատ հազվադեպ է հանդիպում եւ հիմնականում, եթե առկա է վերքային մակերես, որը զննման ժամանակ տեսնում է մասնագետը, դա պահանջում է լաբորատոր բջջաբանական հետազոտություններ։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ սա կարող է նաև լինել բոլոր այն կանանց մոտ, ովքեր նաև չունեն սեռական կյանք կամ որևէ կարգավիճակ։ Հնարավոր է, այո, հնարավոր է նաև այդ պարագայում, սակայն իհարկե շատ ավելի հաճախ մենք հանդիպում ենք արդեն սեռական կյանքով ապրող, ծննդաբերություններ ունեցող կանանց մոտ, քանի որ էրոզիայի առաջացման մեջ շատ մեծ դեր են խաղում բորբոքային պրոցեսներ, ինֆեկցիաներ, տրավմատիկ միջամտություններ, նույն ընդհատումները հղիության կամ որևիցե այլ տրավմատիկ միջամտություն արգանդի պարանոցի մակերեսի հետ կապված։ Վերջերս նաև կարդացի, որ սա մի խնդիր է, որը որպես այդպիսին վերջնական լուծում չունի։ Որքանով է հավաստի կամ որքանով է ճիշտ այս պնդումը։ Չէ, դա շատ հարաբերական է, որովհետև եթե մենք ավելի հստակ կտրուկ հայացքով նայենք էրոզիային, դա համարվում է ֆոնային վիճակ։ Այն կարող է լինել նաև նախաքաղցկեղային, թե ոնց ենք մենք տարբերում էրոզիան, իհարկե անձեն աչքով դա անել չենք կարող։ Մենք միայն տեսնում ենք անձեն աչքով։ Մենք անձեն աչքով տեսանք վերքային մակերես։ Իդեպ ստեղ մի փոքր մեջբերում, նույնիսկ եթե արգանդի պարանոցը անձեն աչքով ոչ մի փոփոխությունների ենթարկված չէ, բայց կինը 30-35 տարեկանից բարձր է, ունի բարդացած անամնեզ, եթե ավելի երիտասարդ է, պարտադիր պապկսուկը արվում է։ Եթե մենք տեսնում ենք այդ վերքային մակերես, այստեղ մոտեցումը առավել եւս, այո։ Եվ ոչ մի մասնագետ ուղղակի նայելով չի կարող ասել էրոզիան, էլի մեր հետևորդների, մեր դիտորդների համար ասենք, որ դա վտանգավոր էրոզիա է, թե վտանգավոր չի, որովհետև շատ հաճախ այդ հարցը հնչում է, դա վտանգավոր է, վտանգ կա թե չէ, նախ վտանգն էլ է հարաբերական, մենք կարող ենք ասել բացառապես հետազոտությունների հիման վրա։ Այսինքն տեսանք զննման ժամանակ վերքային մակերես, մենք ունենք հստակ պլան հետազոտությունների, որը պետք է կատարվի։ Դա ինֆեկցիաների վիրուսների բացահայտում կամ հերկումը եւ համապատասխան բուժումը։ Շատ մեծ դեր է կատարում պապիլովիրուսի առկայությունը, այսինքն մարդը վիրուսակիր է, թե վիրուսակիր չի եւ որքանով է այդ վիրուսակրությունը ազդում էրոզիայի առաջացման վրա, որովհետեւ մենք բոլորս արդեն գիտենք, որ պապիլովիրուսը մոտ 200 տիպի ունի տիպավորման առումով մեծ են քանակով, մոտ 200 տիպի, բայց կան օնկոգեն վիրուսներ, այսինքն եթե տեսանելի էրոզիա մարդը վիրուսակիր, իհարկե մոտեցումը լրիվ փոխվում է։ Ամենակարևորը բջջաբանական պատկերը։ Նորից անձեն աչքով մենք ոչ մի տվյալ տալ չենք կարող։ Պարտադիր կատարվում է պարանոցի բջջաբանական քննություն։ Եվ ամենակարևոր քայլերից մեկը դա կալպասկոպիան։ Երբ որ արդեն ոչ թե անձեն աչքով ես նայում, այլ նայում ես խոշորացված վիճակում այդ նույն վերքային մակերեսը եւ եթե կարիք է լինում, հենց այդ պահին կարող է գինեկոլոգը անել նաեւ բիոպսիա, արդեն ոչ թե բջջաբանական, այլ հյուսվածքաբանական քննություն։
Այս բոլոր հետազոտությունները իրար հաջորդող եւ հիմնականում նաեւ կալպասկոպիայի կարիք է լինում, եթե մենք ունենում ենք պապ տեստով որևիցե շեղում նորմայի, այդ հետազոտությունները հերթով անելով մենք գտնում ենք պատճառը, առաջնահերթ վերացնում ենք այդ պատճառը, այսինքն ինչու է առաջացել էրոզիան, որից հետո արդեն ավելի խորացնում ենք հետազոտությունները եւ պետք չի մոռանալ հորմոնալ ֆոնի ազդեցության մասին։ Այսինքն մի կողմից մենք դիտարկում ենք միկրոֆլորան, ինֆեկցիաները, վիրուսները, բայց պետք է նկատի ունենալ ընդհանուր օրգանիզմի վիճակը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը եւ հորմոնալ ֆոնը։ Իսկ որոնք են այն ախտանիշները, որոնք որ բերում են գինեկոլոգի մոտ։ Սրանք ունենում են հատուկ, այսպես ասած, ախտանիշներ, թե այն նեգատիվ հիվանդությունների ու խնդիրների շարքից են, որ չեն ունենում ախտանիշ, բայց ունենում են զարգացող ընթացք։ Եվ ասեցիք նեգատիվ, այո, էրոզիան կարող է չունենալ։ Ընդհանրապես ոչ մի գանգատ կինը չնշի կամ արդեն բարդացած վիճակում կարող է նշել քսվող արյունային արտադրություն, կոնտակտային արյուն, այսինքն հարաբերությունից հետո արյունային արտադրություն, գանգատները կարող են լինել, բայց նաև պետք է նկատի ունենալ, որ արգանդի պարանոցի էրոզիան կարող է լինել ասիմպտոմ։ Այսինքն լինի արտադրություն, որը կինը կանայք համաձայնվեք, որ հարաբերական են դիտարկում, կարող է գալ սուր վիճակով ու ասի իմ համար դա նորմալ է արտադրությունը, կարող են գալ աննշան եւ ստուգում ենք, տեսնում ենք բացի լակտոբակտերիաներից, բան չունենք շատ քիչ քանակով է արտադրությունը, բայց կնոջը դա նեղություն է պատճառում։ Այսինքն ստեղ հիմնվել կնոջ գանգատի վրա իրավունք չունենք, մեզ պետք է հստակ քսուկի Այո, ունենք այդ ծայրահեղությունը կա, մեզ պետք է հստակ պատասխան լաբորատոր քննության, քսուկի քննության, բակ քննության ֆեմաֆլոր սկրինը, որ մենք հասկանանք այդ արտադրությունը պաթոգեն ունի իր մեջ պարունակում է թե ոչ, թե դա նորմալ ֆիզիոլոգիկ, լորձային, լակտոբակտերիաներ պարունակող արտադրություն է։ Այստեղ նաև այն բոլոր հարևանուհիներին եմ ուզում ձեր խոսքը լինի, երբ սուրճի սեղանի շուրջ մեկը մյուսին փորձում են հանգստացնել, որ դե լավ 35-ից հետո այդով էրոզիա չունի, որ։ Հա, չէ, դա իհարկե աբսուրդային է, ոչ, երկու երեխա ես ունեցել էրոզիան ինչ է, որ չունենաս։ Ոչ ունենաս, այո, պատրվածքներ են լինում ծննդաբերության հետևանքով, լինում են պարանոցի կիստաներ, օվուլինաբոցիներ, որոնք էլի շատ հաճախ գալիս են շատ վախեցած կանայք, բայց դա իրականում իրենց վտանգ մեզ չի ներկայացնում, բայց էրոզիային չի կարելի վերաբերվել, այդպես ով չունի, որ պետք է պարտադիր հետազոտել, որովհետև դա հանդիսանում է ֆոնային վիճակ։ Եվ եթե էրոզիան անտեսել երկար ժամանակ, չբուժել, չհետազոտել, ամենակարևորը բջջաբանական կամ հյուսվածքաբանական քննություն չունենալ, չարվի կալպասկոպիա, մենք իրականում կարող ենք ունենալ բավականին վտանգավոր վիճակներ։ Այ բուժման մասին եմ ուզում խոսենք, առհասարակ ինձ համար բոլոր հաղորդումների մեխը հենց բուժումն է, որովհետև բացի խնդրի բարձրաձայնումը, պիտի նաև ասենք, հա, հեռուստադիտողին, որ ամեն դեպքում լուծումներ կան, ու հենց այդ լուծումների մասին եմ ուզում խոսենք, մասնավորապես, երբ մենք ասում ենք էրոզիա, բոլորի մոտ հաջորդիվ մտածում են, որ այսպիսի արտահայտություններ կա, չէ, էրոզիան գնանք այրելու։ Այդ ինչն ենք այրում, ինչու ենք այրում կնոջը եւ արդյոք այրում ենք թե ոչ։ Այրել կնոջը, լավ ասեցիք։ Ինչպես բուժել այդ նորից հետ են գալիս դիագնոստիկային, այսինքն որպեսզի մենք հասկանանք ինչպես այրել թե չայրել եւ այրել ինչ մեթոդով, որտեղ մեթոդներն են շատ ինչոց այդ հարցը շատ հաճախ են տալիս եւ շատ հաճախ են գրում։ Ես էրոզիա ունեմ, ճիշտ է, այրել թե չայրել։ Աբսուրդային հարց է, որովհետեւ ամեն բան գալիս է զուտ ախտորոշումից։ Ինքը էրոզիան, որը մենք կիրառում ենք այս պահին զուտ ծանոթ լինելու առումով էկտոպիան պարանոցի պաթոլոգիաները իրանք բուժման առումով կախված է միայն ախտորոշումից։ Այսինքն եթե արկա է վերքային մակերեսը մենք հետազոտում ենք, մենք սկսում ենք բուժում եւ լինում են դեպքեր, երբ որ բուժման ընթացքում արդեն այդ վերքային մակերեսը փակվում է, որովհետեւ գնում է էպիտելիզացիա, ինքը լավանում է, վերքը հետեւաբար արդեն չենք ունենում։ Այրել թե չայրել կախված է բջջաբանական պատասխանից, որը մենք ունենք կալպասկոպիայից եւ հյուսվածքաբանական քննությունից, որտեղ այրելն էլ իր հերթին բաժանվում է մի քանի տարբերակների։ Զուտ էլեկտրոկոագուլյացիա արտաքին մակերեսի, երբ որ վերքն ենք վերացնում եւ կարող է լինել մինչեւ կոնիզացիա, երբ որ մենք արդեն պարտավոր ենք կտրել եւ հեռացնել այն հատվածը, որը ախտահարված է, դա արդեն բարդացած դեպքերում։ Ոչ ենք խոսում շատ ավելի բարդ պարագայում, բայց պարանոցի հետ կապված ես ուզում եմ նշեմ մի շատ կարևոր փաստ, մենք չունենք կամ ունենք, բայց քիչ այնպիսի օրգան համակարգեր, այնպիսի հատվածներ օրգանի, որը մեզ տալիս է այդքան լայն մեծ հնարավորություն, ոնց որ արգանդի պարանոցը։ Այսինքն լինելով առանց որևիցե նարկոզի, առանց միջամտության, առանց ինվազիվ որևիցե գործողության, մենք տեսնում ենք
ամբողջովին մակերեսը, մենք ունենք բջջաբանական հետազոտություն կատարելու շատ պարզ հնարավորություն, դա 2-3 րոպե է տևում, պապ տեստը ընդհանրապես ցավոտ չէ, այսօր գործիքները պլաստիկ են, իրանք ոչ մի դիսկոմֆորտ չեն պատճառում եւ ունենք կալպասկոպիան այն ոսկե ստանդարտը, որը մեզ հստակ տալիս է շատ ավելի խորացված պատասխան, այսինքն դա այն հատվածն է կանանցի օրգանների հետ եթե դիտարկենք ռեպրոդուկտիվ օրգանները, որը մեզ ունի ուղիղ հասանելիություն։ Դա չկիրառել, չօգտագործել եւ չկանխել, դա կարծում եմ արդեն անթույլատրելի է։ Դες մենք սկզբից հետազոտում ենք, վերադառնանք մեր թեմային, ունեն մենք ախտորոշում եւ հասկանում ենք ոնց բուժել։ Առաջնահերթ միևնույնն է ցանկացած պարագայում դա բուժումն է այն պատճառի, որը բերել է առաջացման, հակառակ դեպքում անիմաստ է։ Ստեղ զուգընկերը պարտադիր ներգրավում է, որովհետեւ միկրոֆլորան կարող ենք բուժել, հետո ժամանակը անցնում, նորից կրկնվում է, որովհետեւ զուգընկերը չի բուժվել եւ նորից ունենք նույն պատճառները ինֆեկցիաների, վիրուսների առումով, որից հետո պապ տեստ եւ կալպասկոպիա, որպեսզի հասկանանք այստեղ հասնում ենք այրելուն։ Այրենք թե ոչ, եթե այրենք ինչ մեթոդով այրել եւ ընդհանրապես ձեռք տալ, թե ձեռք չտալ, թե միգուցե կարիք կա արդեն վիրահատական միջամտության։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այսպես կոչված էրոզիան հետևանք է բացառապես, ոչ թե բուն առաջնային խնդիր։ Հիմնականում այո, ինքը հետևանքը որևիցե խնդիր։ Այսինքն ինքն իրենով չի կարող լինել, ինչ որ բանի հետևանքն է։ Լինում են այդ իստին էրոզիաները, լինում են, բայց իրանք ընդհանրապես չեն բուժվում ու նույնիսկ ոչ մի բան իրանցից չեն ներկայացնում վտանգի առումով։ Այս կողությամբ, բայց եթե էրոզիան առաջանում է, այսինքն ինքը արդեն կա, իրան պետք է պարտադիր հետազոտել, գտնել պատճառը։ Իսկ կան կանայք, ովքեր ավելի, այսպես ասած, մեծ հակում ունեն էրոզիաների։ Մի քանի ծննդաբերություններ, մի քանի աբորտներ, ընդհատումներ, սեռական կյանքը, երբ որ ոչ կանոնակարգված է պարտներները, այդ առումով նկատի ունեն պարտներների քանակով, չեն պաշտպանվում, չեն կիրառում համապատասխան մեթոդներ, շատ հաճախ ինֆեկցիաներ, վիրուսներ, ստեղ իհարկե ռիսկը մեծանում է անհամեմատ։ Իսկ տարիքային շեմ, եթե նայելու լինենք։ Չէ, տարիքային հարաբերական է։ Կարող է լինել 20-25 տարեկան աղջիկ, որը չի պահպանել այդ կանոնները, ապրելասեռական կյանքով առանց որևիցե նույնիսկ մտածմունքի, թե ինչ կարող է լինել եւ կարող է լինել 3-4 անգամ ծննդաբերած կին եւ ոչ մի խնդիր չունենա։ Ամեն դեպքում դատավճիռ չէ, որ բոլոր ծննդաբերածները պիտի ունենան։ Իհարկե ոչ։ Մենք փաստորեն բոլոր հաղորդումները, որոնք որ կառուցում ենք բժիշկների հետ, բոլորի հիմքում գալիս հասնում ենք այն կարևոր ոսկե ստանդարտին ու կետին, որ անկախ ամեն տեսակի հիվանդությունների ախտաբանական պատճառներից, իրենց արտահայտումից, բուժման տակտիկայից, ամեն ինչից անկախ, ամեն ինչ սկսվում է այդ պրոֆզոնումներից։ Ի վերջո, եւ ինչպես ես եմ հասկանում, ցանկացած խնդրի լավ ավարտը, արդյունավետ ավարտը, այրել չայրելու, հա, այդպես եթե նայելու լինենք, բարի ավարտը սկսվում է թե մենք այդ պրոֆզոնումը որքանով ենք կարևորել եւ ինչ դեր է ունեցել ու նաեւ այստեղ մի կարևոր բան էլ կա, մեկը հասկանում է այդ պրոֆիլակտիկ զննումը, երբ պարզապես չկան գանգատներ ու այն տարին 2 անգամ ոսկե ստանդարտով հետազոտությունը, իսկ մյուսը այդ պրոֆիլակտիկ զննում ասելով հասկանում է, եթե քիչ է ցավում կամ ցավազրկողին, այսպես ասած, ենթարկվում է խնդիրը նոր։ Այստեղ նաև տարանջատումը խնդրում եմ անենք միասին։ Տարանջատում չէ, իհարկե գանգատին սпасել պետք չէ, որովհետև եթե պարանոցը արդեն գանգատվում է, հիմնականում լինում է խորացված։ Բարձրաձայնում է, ուրեմն։ Եթե բարձրաձայնում է, ուրեմն մենք ուշանում ենք։ Իհարկե շատ ավելի հեշտ է աշխատել բժշկին եւ շատ ավելի պացիենտի համար բոլոր առումներով, թե ժամանակի, թե ֆինանսի քիչ ծախսատար է, մինչև գանգատը դիմել, ու շատ կարճ, շատ հեշտ հետազոտությունների մասին այդ դեպքում հարցը։ Մենք այդ հարցով դիմում ենք, մի քանի հետազոտություն ենք անցնում, բայց եթե կա գանգատ, այսինքն նույն այդ իմ ասած քսվող արյունահարաբերությունից հետո, դաշտանային ցիկլից հետո առաջ պարանոցիա մի քանի տարվա չբուժված էրոզիաներ այդպես դեպքեր են լինում, որ երբ զննման ժամանակ բարձրաձայնում ես, որ արկա է էկտապի, արկա է էրոզիա ունենք խնդիր, ասում բժշկան այդ գիտեմ։ Այդտեղ նորություն, այո, այդ մենք գիտենք, դա խնդիր չի, ու այդտեղ սկսում ես բացատրել, որ ոչ խնդիր է, պետք է համապատասխան քայլներ ձեռնարկել։ Ինչի անհանգստացնում։ Այո, հենց դա է, որ չի անհանգստացնում, երբ անհանգստացնում է, այդ արդեն անհանգստանալու կարիք կա իրոք եւ բժշկին եւ պացիենտին, իսկ անհանգստացնելուն սпасել պետք չէ։ Պրոֆզոննում ընդամենը տարեկան 1 անգամ հետազոտվելով մենք կարողանում ենք արդեն հիմնական ախտորոշումը մեր համար ունենալ եւ հետեւաբար կանխարգելել։
Եվ այստեղ էլ կարծում եմ հենց սա է պատճառը, երբ ցանկացած պացիենտ դուրս է գալիս բժշկի մոտից առանց գանգատների, օրինակ բժիշկն ասում է, որ այս կամ այն խնդիրն է հասունանում կամ արդեն զարգացել է, հաջորդիվ լինում է ամենածեծված ու ամենատարածված արտահայտությունը առողջ եկանք, հիվանդ դուրս եկանք։ Այս բժիշկների մոտ որ գնում ես, առողջ է լինես, մի բան կգտնեն։ Դե արի ասա, որ միշտ չի որ պետք է միշտ չէ որ առողջությունը ասոցացվում կամ համարժեք է գանգատների, ցավի ու խնդիրների հետ։ Ի վերջո նաև այստեղ ես շատ սիրում եմ այս արտահայտությունը, որովհետև այսօր բժշկությունը հատկապես ախտորոշման տարբերակներն այնքան են զարգացել, որ կարծես թե լրիվ տեղին է ասել, որ չկան առողջ մարդիկ, պարզապես կան վատ հետազոտված հիվանդներ։ Եվ եթե լավ հետազոտենք, ինձ թվում է ցանկացածից մոտել ինչ-որ բան կգտնենք։ Սա եւ լավ է եւ վատ։ Այդ առումով պրոֆզնդումը փրկում է, որտեղ այդտեղ կան մի քանի հիմնական քայլեր, եւ եթե այդ քայլերը անելով մենք խնդիր չենք տեսնում, մենք չենք խորանալու։ Իսկ եթե իհարկե տեսնում ենք խնդիր, պարտադիր ավելի խորը հետազոտություն արվում է։ Դες պետք է լինի ցուցում։ Եթե չունենք ցուցում, որոշ հետազոտությունների կարիքը չի լինում։ Ձեր պրակտիկան հաշվի առնելով, որը 1 կամ 2 տարվա, այսպես ասած, սահմանագիծ չունի, հա, ձեզ հանդիպած ամենաերիտասարդ պացիենտը, որն ունեցել է այսպես կոչված էրոզիա։ 19 տարեկանում։ Ունենք երիտասարդ երեխաներ, որ տեղեկացված չեն սեռական կյանքի հետ կապված խնդիրների, հնարավոր խնդիրների առաջացման։ Հենց ասեցին, որ սեռական կյանքը եւ խնդիրը համահունչ է, ոչ, ուղղակի տեղեկացված լինեն։ Երբեմն համահունչ է դառնում։ Ջուր համահունչ ստացվեց, ո՞նց չէ, որոնք տեղեկացված չեն։ Ինչ է պետք անել, ինչպես է պետք վարվել պարտների պարագայում, ինչպես սկսել սեռական կյանքը։ Դա է հիմնական խնդիրը, որ դա երիտասարդ տարիք չի հարցնում։ Հարցը հենց նրա համար էր, որովհետև շատ հաճախ մենք ասում ենք, դե երիտասարդ մատխաշ երեխա է, հա, ինչպես ժողովուրդն է ասում, մատխաշ երեխա է, երեխուն գինեկոլոգի մոտ տանենք, որ ինչ։ Այ որ գոնե ապագայում չունենա, որովհետև այդ կուլտուրան գինեկոլոգի մոտ գնալ ինքը պետք է լինի մանկուց։ Երբ որ արդեն սկսվում է սեռական հասունացումը, առաջի դաշտանային ցիկլը, շատ հաճախ մինչդեռ փոքր են, բայց կարելի է տան պայմաններում գոնե նախապատրաստել, իսկ հետո եթե մայրը ինքը չի կարողանում, հասկանալի է, դժվար թեմա է, մենք ինչից սկսես, ինչ ասել, որ տարիքում ինչ ասել, ինչքանով խորհուրդ տալ ինֆորմացիան, բայց մասնագետի հետ խորհրդակցել մենք ունենք մանկական գինեկոլոգներ, որոնք ավելի փորձառու են այդ հարցում 15-16-ում արդեն աղջիկները շատ ավելի հասուն են, այսօր ինֆորմացիան բաց է, կարող են մոտենալ, խոսել, բացատրել ու կարծում եմ բժշկի ասած իրանք շատ ավելի լուրջ եւ շատ խորը կնկալ են։ Եվ չեն հետաքրքրվի այդ ձեր ասած ծանոթ հարևան, դասընկերուհի, աղավաղված ինֆորմացիա կեղծ ու վաղ։ Այո, շնորհակալ եմ շատ զրույցի ու ներկայության համար։ Հեռուստադիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղուխյանն էր։ Շնորհակալություն ասեմ նաեւ Glimt Beauty House-ին, նշեմ, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Մենք կհանդիպենք նաեւ մի շաբաթ, ցտեսություն։